Վարդերը, որոնք չենք թափում, էվկալիպտի տերևները, կաղնին էլ Էրեբունու փողոցի կողքերի կաղնիներից հավաքած կաղիններն են։ Գեղեցկագույն գունդը չտանջվեք կռահել տոնածառի խաղալիք է Էլադայի սարքածներից, ինչին ձեռքը ավելի ճիշտ սիլիկոնե սոսինձը մոտեցնում է, վերածում է էսթետիկ նմուշի։ Աշխատանքի այս օրերի թեմատիկան ամանորն է, զարդարանք, դեկորներ։ 2 օր առաջ ես առաքել եմ ոլորի պատիճներից հավաքած փոքրիկ եղևնիներ սարքում եմ ամենաանհնար, հնարավոր ու անհնար բաներից, օրինակ եգիպտացորենի թերթիկներից, օրինակ ծառի կեղևով, խառը, օրինակ կեղև, կաղին, կոներ, գինու խցաններ, շշի, ինքը շատ հետաքրքիր է դառնում։ Հումքի մեծ մասն անձամբ է հավաքում, անտառ գործողումների ժամանակ շփտում է, բնապահպանական ոլորտի աշխատակից է։ Երբ որ գնում եմ անտառ, ես ձեռնունայն հետ չեմ գալիս, ու ես գնում եմ իմ պայուսակով։ Էլ կաղին, էլ չգիտեմ կեղև, էլ մամուր, ինչ հնարավոր է, էլ ճյուղ։ Էլադայի պատրաստած էկոխաղալիքներով են տարեմուտի եղևնին զարդարում նաև շրջակա միջավայրի նախարարությունում։ Ձվի ստվարաթղթե ամաններից նա սունկ է ստանում, վառելիքի կպչանից ու չիլի պղպեղից տոնածառի աստիճան։ Սկուտեղի մեջ հավաքած 4 ծաղիկ ու անգամ անտերև ճյուղն իր տեղն ունի։ Հենց տեսնում եմ, պատկերացնում եմ արդեն, դե տեղում էլ մտքեր են ի հայտ գալիս։ Բնակարանի անկյունն արհեստանոց արվեստանոցի վերածած ստեղծագործում է, էկո-ֆրենդլի մոտեցմամբ երկրորդ-երրորդ կյանք տալիս նաև շատ թափոնների։ Այսպես օրինակ, թղթե տուփը ամանորի տնակ կդառնա։ Ներկել եմ մեր պատերից ավելացած ներքով եւ էլի անտառից հավաքած ծառի կեղևով, եթե չեմ սխալվում, սոսու կեղև է սա։ Ու տենց ներկը իրա վրա էլ դրեցի, դեռ դուր պատուհան պիտի անեմ, մի քիչ վերանորոգեմ, որ ինքը էլի դառնա ամանորյա դեկոր։ Ձեռքի հմտությունը անկեղծանում է ոչ այնքան սովորել, որքան գեներով ժառանգել է մայրիկից, նրա թուլությունն էլ թելերն են։ Մայրիկիս ձեռքի աշխատանքներն են սրանք, հենց որպես տոնածառի խաղալիք, իրեն փայտե կախիչ ենք ամրացնում եւ կախում ենք տոնածառից։ Տաք խաղալիքները լրացնում են ջինսե տոնածառի հավաքածուն։ Հայրական տան գունավոր գծիկների մնացորդներից Էլադան նաև վառ բարձի երեսներ է գործել, ծածկոց ու նվերների շարք։ Սրանք կարող եմ շատ հանգիստ վաճառել։ Բաժակների տաղդիրներ են իրենք երկգույն, էսթետիկ, նուրբ, ասենք պատկերացրեք ջրի բաժակը անընդհատ սրա վրա դրված լինի։ Ընկեր ծանոթների ոգևորությունը տեսնելով ասում է սկսել է մտածել նաև հոբին բնապահպանական ու սիրում փոքրիկ բիզնեսի վերածելու մասին։ Այս պահին խոշոր վաճառքներ դեռ չունեմ, բայց քանի միտումը տեսնում եմ շատ հետաքրքրվում են այս բնահեն լուծումներով աքսեսուարների, իրերի, խաղալիքների, նաև տան կենցաղային պարագաներ կարելի է ստանալ։ Եթե պատվերներ ունենամ, մեծագույն սիրով անելու եմ։ Մեծ սիրով։ Քրիսմաս բազարների բացվելուն ընդառաջ հիմա տոնական խաղալիք դեկորների տեսականին է լրացնում։ Այս մեկը խոհանոցին կսազի սրճաբույր է։ Բախտս չբերեց շատ մանր էին հատիկները ու ես տանջվեցի, բայց էլի ստացանք օրիգինալ նվեր։ Պիստակի կեղև է։ Այն որ գարեջուրը խմում ենք սրանով վայելում, ես իմ ծանոթ բարեկամներին խնդրեմ չթափել։ Այդ հումքի պաշարը տոներին հաստատ կլրացնեն։ Մեր նկարահանման ընթացքում Էլադան հասցրեց կաղինով ու նուրբ սապնածաղիկով եւս մի խաղալիք սարքել։ Տանն ամբողջը պահեստավորելն արդեն դժվար է։ Դստեր հետ սկսեցին տոնածառը զարդարել։ Հերմինե Բաղդասարյան, Սեյրան Անտոնյան լուրեր։